Նախավարժանքը կատարված է, մենք էլ մի փոքր թարմացանք, սիրելիներ, բոլոր սպորտասեր, հատկապես բասկետբոլի սիրահարներին այս պահին հրավիրում ենք էկրանների առջև, որովհետև առջևում կա հետաքրքիր պայքար, հիշարժան ու շատ գեղեցիկ հանդիպումներ, որովհետև բասկետբոլի Հայաստանի հավաքականը սկսում է պայքարը Եվրոպայի առաջնության ընտրական փուլում։ Բոլոր մանրամասները մեր հյուրի հետ։ Սպորտային նորություններով ենք սկսում մեր առավոտը, իսկ հյուրն արդեն մեր տաղավարում է, ներկայացնենք նրան Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանն է մեր հյուրը, բարի լույս։ Բարի լույս։ Շնորհակալ ենք առավոտը մեզ հետ սկսելու համար։ Ինչպես եք սկսել առավոտը։ Շատ լավ, սովորականից մի քիչ այսօր ստիպված էի չայցելել մարզասրահ, քանի որ պետք է հյուր գայի ձեզ։ Դե ոչինչ, այցելելուց մեզ մարզասրահից կարևոր նորություններ մեզ հայտնելու։ Ես առաջարկում եմ մինչ խոսելը այն կարևորի մասին, որ կանգնած ենք շատ լուրջ ու կարևոր փուլի առաջ, ես կցանկանայի խոսել այն կարևոր ձեռքբերումների մասին, որ եղել են այս տարիների ընթացքում, որովհետև շատ հետաքրքիր է իմանալ, արդյոք բասկետբոլի Հայաստանի մեր հավաքականը համալրվել է հենց հայ բասկետբոլիստներով, որովհետև շատ հաճախ տեսել ենք նրանց պահեստային նստատեղերում նստած, չնայած կրկին ակտիվ մասնակցությամբ եւ շատ կարևոր դերակատարումներով, բայց այսօր ովքեր են տաղանդավոր երիտասարդները, ուժեղ բասկետբոլիստները, ովքեր ինչու ոչ հաղթանակ կփոխանցեն մեր հավաքականին։ Ասեմ, որ միջազգային ֆեդերացիան շատ խիստ է դարձում, ընդամենը մեկ նատուրալիզացված խաղացող կարող ես ունենալ հավաքականում, եւ մնացածը պետք է լինեն տվյալ երկրի ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ Մեր դեպքում այս պահին մի հոգի ունենք, որ ազգությամբ հայ չէ, ուղղակի Հայաստանի քաղաքացի է, մնացածը արդեն հայեր են։ Իհարկե կան, որ Սփյուռքից են, կան, որ Հայաստանից են, բայց ընդհանուր առմամբ նրանք հայեր են, այստեղ ուրիշ պահ կա, կան խաղացողներ, որոնք Հայաստանում են սկսել կարիերան, Հայաստանում են դարձել բասկետբոլիստ, նրանց թիվը գնալով ավելանում է։ Հաճելի է շեշտադրումը հատկապես այս մասով։ Երբ որ Հայաստանի ազգային հավաքականը առաջի խաղը անցկացրեց 2016 թվականին, այն ժամանակ Հայաստանից կարծեմ ընդամենը մեկ հոգի էր եւ խաղային ժամանակը չէր ստանում։ Այս պահին արդեն մոտավորապես 40%-ը ստեղից են, բայց մյուս առումով նշեմ, որ բասկետբոլը նաև շատ կարևոր օղակ է Սփյուռքի հետ մեր կապերը, մանավանդ Կալիֆոռնիայի հայության հետ կապերը ավելի ամուր պահելու համար, որտեղ ունենք տարբեր տարիքային հավաքականներ 16, 18, 20, հետո ազգայինը ու բոլոր այդ հավաքականներում մեծ թվով հայ ազգի տղաներ պայքարում են, որ տեղ ունենան։ Նույնն էլ կանանց պարագայում։ Ու օրենքներն էլ թույլ չեն տալիս, որ օտարերկրացիներ շատ լինեն, էլի ընդհանրապես, դա արդեն ակումբներին է վերաբերում։ Ակումբները սահմանափակում չունեն, իսկ ազգային հավաքականի պարագայում պետք է լինեն բացառապես հայ ազգիներ, այդ փոքր տարիքային հավաքականներում ընդհանրապես արդեն օտարազգի չի լինում։ Հաճելի է լսել նման ձեռքբերման մասին իսկապես։ Այո, իսկապես։ Եվրոպայի առաջնության ընտրական փուլն է առջևում, նախ հետաքրքիր է ինչ կարևորություն ու նշանակություն ունի մեզ համար այս առաջնությունը եւ ինչպես ենք պատրաստվում դրան։ Ուրեմն Եվրոպայի առաջնությունը, քանի որ բասկետբոլը շատ մասսայական մարզաձև է աշխարհում, այստեղ 4 տարին մեկ է անցկացվում Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններ։ Գրեթե նույն ձև, ինչպես ֆուտբոլում, քանի որ 200-ից ավել երկրներ պայքարում են եզրափակիչ փուլերում հայտնվելու համար։ Այս պարագայում պատկերացրեք 2029 թվականի առաջնության համար է արդեն պայքար գնում եւ երկար ճանապարհ է սպասվում։ Սա առաջի փուլն է, որտեղ մենք մրցելու ենք Բուլղարիայի եւ Նորվեգիայի հավաքականների հետ, տուն դուրս տարբերակով ու արդեն եթե հաջողություն ունենանք, հաջորդ փուլ ենք անցնում ու տենց մինչև 2029 թվական։ Իսկ ինչպես եք մոտավոր գնահատում շանսերը, ծանոթ լինելով իհարկե ճակերտների մեջ հակառակորդ թիմի։ Բուլղարիայի հավաքականը բավական ուժեղ է, Բուլղարիայի կազմում կա եվրոպական բասկետբոլի աստղերից մեկը Վեզենկովը եւ շատ բան կախված է նա կխաղա թե ոչ, որտեվ այս պահին դեռ հստակություն չկա, մոտ օրերս արդեն պարզ կլինի, նոյեմբերի 27-ին մենք Սոֆիայի Արվարձանում ենք խաղալու, հետո նոյեմբերի 30-ին Նորվեգիայի հետ Երևանում։ Նորվեգիայի հետ
լրիվ հավասար պայմաններ, հնարավորություններ կա, Բուլղարիան անհամեմատ ուժեղ է եւ թե փորձով, թե իր ավանդույթներով բավական լուրջ բասկետբոլային երկիր է։ Բայց այդ խաղացողի ֆակտորը շատ մեծ է այս պահին։ Եթե լավագույն առաջի տեղը միանգամից է դուրս գալի հաջորդ փուլ, երկրորդ տեղը մյուս երկրորդների հետ համեմատելու են, լավագույն երկրորդն էլ է դուրս գալու, որտեղ մի քանի խումբ է։ Ու ընդհանուր առմամբ Եվրոպայի առաջության եզրափակիչ դուրս գալը դա շատ մեծ արդյունք կլինի, եթե ստացվի երկարաժամկետ այս պայքարում, ու կարծում եմ դեռ վաղ է դրա մասին խոսել, մենք կենտրոնացած ենք այս առաջի փուլի վրա, հույս ունենք առաջի փուլում հաջող հանդես գալ, հետո արդեն կտեսնենք, պետք է նշել, որ այս մարզաձևը իրոք շատ բարդ է պայքարը, շատ երկրներ են ընդգրկված, ֆուտբոլը եւ բասկետբոլը այսօր աշխարհում ամենամասսայական մարզաձևերն են եւ այստեղ յուրաքանչյուր խաղ ունի շատ մեծ արժեք ու նշանակություն, այո։ Ես մի հարց եմ ուզում տալ, այսպես ավելի ընդհանրական իհարկե, հետաքրքիր է ինչպիսին է այսօր հետաքրքրվածությունը մեր երիտասարդների այս մարզաձևի նկատմամբ, որովհետև ես հաճախ թե զբոսնելիս, թե տուն գնալիս նկատում եմ, որ գուցե միշտ այդպես եղել, ես եմ հիմա նկատում չեմ կարող ասել, բայց հաճախ սկսել եմ նկատել, որ մասնավորապես բակերում, թե պատանիները, թե երիտասարդները կարծես թե ել ավելի շատ են խաղում բասկետբոլ եւ թվում է թե հետաքրքրվածությունը մեծ է, բայց հետաքրքիր է մասնագիտական, ավելի լուրջ պրոֆեսիոնալ առումով ինչ պատկեր եք դուք տեսնում։ Ասեմ, որ մեր խնդիրը այսօր համար մեկ խնդիրը դարձել է դալիչների զբաղվածությունը։ Այսինքն այն դալիչները, որ հասանելի էին, իրանք արդեն ամբողջությամբ զբաղված են բասկետբոլային խմբակներով եւ մենք հիմա փորձում ենք նոր դալիչներ ներգրավենք մեր ակումբների համար, որոնք մեր անդամներն են, մենք հիմնականում կենտրոնացած ենք հավաքականների եւ առողջությունների վրա, բայց շատ են դիմում մեզ տարբեր մանկապատանեկան ակումբներ, մարզիչներ, որ տեղ չունեն, որ մարզվեն, նոր խմբակներ ստեղծեն ու այսօր մենք տարբեր կրթական օջախների ենք դիմում, տարբեր կառույցների ենք դիմում, որ դալիչներում ինչ-որ ժամեր գտնեն, որտեղ կարելի ասել այս պահին գրեթե ամբողջությամբ զբաղվածությունը կա։ Մի քանի հազար հոգի մարզվում է, բայց դա ասենց ասեմ դեռ շատ քիչ է, դեռ մենք պետք է մի քանի անգամ բազմապատկենք զբաղվողների թիվը, որ կարողանանք ավելի մարտունակ բասկետբոլ ունենք, մյուս կողմից էլ ասեմ, որ Հայաստանում բասկետբոլը, քանի որ ցանկացած դպրոց ունի գոնե նվազագույն դալիչ, մանկապատանեկան բասկետբոլի համար, իր տարածվածությունը դրա առումով էլ է շատ մեծ ու շատ մեծ ներուժ ունի բասկետբոլը։ Եվ եթե չեմ սխալվում, թիվը հասնում է տասնյակ հազարի նույնիսկ բասկետբոլով հետաքրքրված երիտասարդների, պատանիների։ Ես կոնկրետ կարող եմ ասել, որ անցած սեզոնին, տարվա սկզբին սկսվեց, վերջացավ ամառը, վարչապետի հովանու ներքո դպրոցականների գավաթ եղավ բասկետբոլի, 9000 մասնակից եղավ։ Ինչ վերաբերվում է արդեն ովքեր որ կոնկրետ զբաղվում են բասկետբոլով, 9000-ից ավելի փոքր է թիվը, բայց մասսայականությամբ մեծ է, հիմա մեր նպատակը, որ այդ 9000-ը ու նրանից ավել երեխաները արդեն կանոնավոր զբաղվեն բասկետբոլով եւ ավելի պրոֆեսիոնալ մակարդակով։ Այո, ու ավելի առողջ լինեն, ավելի Եվ կխնդրեմ 1 րոպեի սահմաններում ընդամենը տեղավորվենք հարցի պատասխանը տալու համար։ Շատ կարևոր է նաեւ մարշական խմբի պրոֆեսիոնալ լինելը։ Այս մասով ինչ է կատարվում, ինչպիսի հարաբերություն ունենք արտասահմանի հետ, նաեւ դպրոցների հետ։ Այս պահին հենց այս օրերին մեզ մոտ գտնվում է մարզիչ Լուկա Ֆիլիպևիչը, որը սերբ մասնագետ է եւ ամեն շաբաթը մի քանի օր այցելում է տարբեր խմբակներ, զեկույցներ է պատրաստում մարզիչների աշխատանքի հետ կապված, քանի որ նա բավական լավ մասնագետ է, սերբական բասկետբոլն է աշխարհում եռյակի մեջ է մտնում ու նրա զեկույցների հիման վրա մենք մշակում ենք
մարզչական նոր ծրագիր, որը թույլ կտա մեր մասնագետներին ավելի առաջ գնալ, դե հիմա շեշտը դրել ենք մանկապատանեկան բասկետբոլի վրա։ Դե այդտեղից է սկսվում ամեն ինչ։ Այո, պարոն Նազարյան, մենք շնորհակալ ենք ձեզ տաղավարում հյուրընկալվելու համար, վստահ ենք, որ հնարավորություն կունենանք դեռ եւս մեկ անգամ ձեզ հյուրընկալելու, հուսով ենք արդեն հաղթանակներով եւ լավ նորություններով, այնպես որ կսպասենք անհամբեր ձեզ մեր տաղավարում։ Երաժշտական տրամադրություն այս պահին մեր եթերում, մնացեք մեզ հետ։